Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ իմ հիանալի հայ ազգ, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր ես կզեկուցեմ ձեզ, թե ինչպես ես գնացի կրկես Տաշիր Արենա, որտեղ որ հանդիպում էր ուժեղ Հայաստան դաշինքի հետ եւ անձինս Նարեկ Կարապետյանի հետ։ Ինչպես ձեզ խոստացել էի, ես տվեցի իմ հարցը։ Հիմա տեսեք այս փուճուր տեսահոլովակները, որպեսզի չասեն դա լկտի սուտա, այնուհետև կզեկուցեմ ձեզ։ Ուրեմն տեսակ, ես հարցս տվեցի, հարցս հետևյալն էր, սիրելի հայրենակիցներ, ես ասեցի, որ մեծ քաղաքականությունը պահանջում է հեռատեսություն եւ կանխագուշակում։ Դու կարող ես լինես համոզված քո ուժերի վրա, բայց դու միշտ պետք է պատկերացնես ինչ է անելու հակառակ կողմը։ Ես ասեցի Նարեկ Կարապետյանին, պարոն Կարապետյան, եթե դուք համոզված եք, որ դուք չեք դավաճանի ժողովրդին, ապա մենք համոզված չենք։ Ինչու՞ է կայանում այդ ամենը։ Ես բացատրեցի, որ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի կարմիր գծեր, եւ ընդհանրապես գիծ չունի։ Եվ ձեր ժողովրդին նա կարող է անել շանտաժ երեխաներով, ծնողներով։ Նա պետքա մտցնի նախագիծը ազգային ժողով, որպիսի ասի սա կեղծ խաղաղության թեզն է, պետքա փոխել սահմանադրությունը։ Ինչ եք անելու։ Եթե այս մարդիկ շանտաժ արեցին, 100%-ով ոչ բոլորը, բայց շատ-շատերը կարող է պատահի գնան գործարքի Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ ինչ է նշանակում դա։ Նշանակում է, որ դուք դառնում եք քաղաքական դիակ ժողովրդի աչքերի մեջ։ Հարց տվեց դուք իշքան եք, ասի ես չէի գնա, ես չէի վերցնի։ Ասում է, եթե մենք կարող ենք վերցնել, հետո գեներացնենք փողոց, ասի դա անհնարին բան է։ Եթե դուք վերցրեցիք մանդատը, մոռացեք ժողովրդի աջակցությունը, քանի որ ժողովուրդը կլինի մեկ անգամ եւս խաբված։ Իսկ եթե դուք չեք վերցնում եւ այս ամենը բացադրում եք ազգին եւ ժողովրդին, ես վստահ եմ, որ ազգը կկանգնի ձեր կողքին։ Քանի որ ազգը ձեզ տվել է ձայներ ոչ թե նրա համար, որ դուք գնաք աշխատեք պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մոտ միթոմնդիմություն, այլ տվել է, որ դուք ժամ առաջ հեռացնեք Նիկոլ Փաշինյանին։ Ինչին Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ իհարկե կարա լինի նման բաներ, ես ասեցի, եթե կարա լինի նման բան, ուրեմն պետք չի գնալ։ Իսկ մի լեգիտիմացրեք Նիկոլ Փաշինյանին։ Ասես դե 98%-ը մեր ժողովրդի դեմ է այդ դրան ամեն ինչ, բայց վերջում ասեցի հետևյալը, իդեպ ասեմ։ Ասեցի դե կրկեսում էր, չէ, Տաշիր Արենայում էր այդ հանդիպումը, ասի եթե ամեն դեպքում դուք գնաք, վերցնեք մանդատները, Արթուր Ֆարմանյանից անձնական խնդրանք, տեղափոխեք ազգային ժողովը այս հիանալի շենք, քանի որ դուք գնում եք աշխատելու կրկես։ Ազգային ժողովը դառնում է ցիրկ եւ դա լինելու է։ Ես դրանում համոզված եմ։ Սղծրած պատասխանեց, ոչ կվերցնում ենք, ոչ չենք վերցնում։ Դրա համար ես ինչ եմ ուզում ասեմ, սիրելի բարեկամներ, մենք սպասում ենք վերջի որոշմանը։ Ես մեկ անգամ եւս ձեզ ասում եմ, սիրելի իմ հայրի ազգ, ձեր յուրաքանչյուրի ձայնի համար ես տալու եմ կռիվ։ Իրանք չեն գեներացնի փողոցը կգեներացնեն Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը իմ հիանալի հայ ազգի օգնությամբ։ Այսպես եմ տեսնում։ Կարում են իրանք անեն,
այդքան դուխ ունեն, թող անեն, մենք իրենց կաջակցենք, բայց հայ ազգիս յուրաքանչյուր ձայնը, հայ ազգիս յուրաքանչյուր ներկայացուցիչը չպետք է լինի խափնված, դավաճանված եւ ստորացված, քանի որ խափնված լինելը եւ ստորացված լինելը իմ համար նույն կարգավիճակն են։ Նա հարց տվեց ժողովրդին, վերցնենք թե չվերցնենք, 80%-ից ավելը դալիճի, մոտ 2000 հոգի մարդ էին, իրանք ասեցին, որ պետք չի վերցնել։ Հիմա տեսեք, Նարեկ Կարապետյանը, չեմ ուզում անձամբ, անձնական ինչ-որ մի բան ասել, նա հրավիրեց, էդի առաջի սխալն է, նա հրավիրեց 2500 հոգանոց դալիճ է, որտեղ որ մոտ 2000 հոգի մարդ կային, որպիսի խորհրդակցի։ Հիմա ուզում եմ հարց տամ Նարեկ Կարապետյանին եւ ուժեղ Հայաստան Դաշինքին։ Դուք 300 համարյա 70-380 հազար ձայն ունեք։ 2000-ը պիտի ձեզ ասի դուք ինչ անեք։ Ռեսուրս չունեք, փող չունեք, ինչ չունեք։ Հրապարակ հրավիրեք ժողովրդին, հրապարակ։ Ովքեր ձայն են տվել ուժեղ Հայաստան Դաշինքին։ Այդ տեի բեմա հարթակից հարցրեք ազգին ինչ անենք։ Էս ինչ եք անում, 2000 հոգով եկան, 2000 հոգուց էլ 80-90%-ը դեմ էին, որպեսզի վերցնեն մանդատ։ Հիմա տենանք իրան կվեգալեն, թե չեն վեգալի։ Սիրելի բարեկամներ, երկրորդ հարցը ինչի մասին ուզում եմ ձեզ ասեմ։ Եթե հիշում եք կրքոտ վարչապետի մասին էի խոսում, այս մարդը իր դերից դուրս չի գալի։ Նախ սկսեմ նրանից, որ արդեն պրծել են, գոնե երեսները չենք տեսնում, TikTok-յան էջ, ես ձեզ ասում եմ, չէ, ես հանդրությունները պրծավ, դուք սրանց երեսը 5 տարի չեք տենալու, դուք սրանց երեսը չէ, սրանց արարքները տենալու եք 5 տարվա ընթացքում, եթե իհարկե իրանք մնացին իշխանություն, որին ես շատ խիստ կասկածում եմ, քանի որ մեր պայքարը շարունակվում է։ Լրագրողը հիշելով անցյալ հաղորդումը, անցյալ հարցեր, ասեց, խնդրում եմ այս հարցից կրկոտ մի պատասխանեք։ Հիմա տեսեք այս տեսահոլովակը։ Պարոն Փաշինյան, հարցերից հետո խնդրում եմ կրկոտ հռետորի պես չպատասխանել։ Չէ, որոշել եմ, որ այսօր հատկապես ձեր հարցերին պատասխան կրկոտ հռետորի պես եմ պատասխանել։ Ինձ թվում է կարիք չկա, որ ես հիշեցնեմ 2018 թվականի ձեր խոսույթը թալանչիներին պատժելու եւ օրինակ տեսակ ասված չէ կրկոտ եմ պատասխանելու։ Լավա չասեց Ազիզ։ Եվ ինչ է ալինում, աղջիկը հարց է տալի, որ ասենք դուք ասել եք, որ դուք առաջ հայրենասեր եք եղել, պատերազմը կարար լիներ առանց զոհերի կամ պատերազմ չլիներ, ընդհանրապես հողերը տային եւ այլն, ինչ որ ինք ասելա, բազմիցս խոսացել ենք, բազմիցս ասել ենք։ Եվ նա ասում է դուք, աղջիկը ասում է, լրագրող աղջիկը ասում է, ինձ դատի են տվել, սրա համար ասում է Ուրեմն մի բան կա որ տվել է, բայց չէ որ իմ Facebook-յան էջում, YouTube-յան էջում էդի կա, ես ասել եմ, պնդում է որ ասելա, պնդում է որ նա ճիշտ է։ Դուք հասկանում եք ցինիզմը այս մարդու, որ ճիշտ է։ Կարային զոհեր չլեին, ունես տայի, բայց դրանց արեցի, որ հետո չասեք սենց է։ Նիկոլ Փաշինյան, Նիկոլ, ամեն Նիկոլի տակ մի բառ հասկացի։ Հիմա սիրելի հայրենակիցներ, էս էլ հեչ, են, թլթոշ Վահագն Ալեքսանյանը, խնդրեմ տեսեք ինչ ասում Վահագն Ալեքսանյանը։ Ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ եւ չի լինելու ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձ Հայաստան։ Չի լինելու։ Վերապատասխանեցի։ Ադրբեջանի կողմից օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների խախտում համարում եք։ Իսկ դուք օրինակ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների խախտում համարում եք, որ Հայաստանի խորհրդարանի 1/3-ի սեղաններին Ղարաբաղի դրոշ է դրած։ Կներեք, բայց այդ դրոշները այդտեղ չեն հայտնվել իշխանության իմացությամբ, իշխանության հովանավորությամբ, իսկ այդ միջոցառումները Ադրբեջանում կազմակերպվում են իշխանության օգնությամբ։ Չէ, ես հիմա տեսեք, ես չեմ փորձում, Արդար չի էլի, ընդդիմության եւ իշխանության բաները հավասար իրար։ Ես չեմ փորձում մեկը մյուսով արդարացնել, բայց ես ձեզ հիմա ասում եմ, քանի դեռ այնտեղից լինեն նման արտահայտություններ Ադրբեջանից, այստեղից լինելու են նմանատիպ արտահայտություններ, քանի դեռ այստեղից լինեն նմանատիպ արտահայտություններ, կոչեր, դրոշներ եւ այլն, այնտեղից էլ են լինելու, չեմ ասեք, չէ, սա փողկապ, չեմ մանիպուլացնում, սա փողկապակցված
փակ շղթա է, որը մենք պնդում ենք, որ պիտի քանդվի այս շղթա։ Ոչ այստեղից պետք է նմանատիպ բան հնչի Ղարաբաղցիների վերադարձի հարց հնչի, ոչ էլ այնտեղից պետք է ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձի հարց չի լինել։ Վագն Ալեքսանյան, այդքան արդեն դու կաս, այդքան դու արդեն այդքան դարել ես, որ դու արդեն լրատվականի դեմ ուղիղ մարդկանց մեղադրում ես, որ իրանք Արցախի դրոշ են պաշտում։ Վագն Ալեքսանյան, հանգիստ նստի տեղդ, վերենգի տեղդ։ Ես ասել եմ, կոմունիստական կուսակցության թիրախի մեջ դուք եք Նիկոլ Փաշինյանը, դու, Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբենյանը, այդ չորսդ, որ խոսալու չկա ձեր հետ, ընդհանրապես, իշխանության մեր գալու դեպքում, դատարանի դալիճում մեղադրանքը ներկայացնելը ձեզ անձինս Արտուր Ֆարմանյանը, այդի հիշի, պատիժները տլելու է շատ դարը, դուք երևի քար կդրելով չպրծնեք, ասեմ իմանաք, սրանց էլ նայի, Արցախի դրոշից ալերգիա ունեն, այ ադվակատ ադրբեջանական, ես թրել ես ադրբեջանի շահերն ես, հա պաշպանում, անենց է վիզ դրած թթոշ լեզվով պաշպանում է, այ անտրուսիկ բանակի ժամանակ, տրուսիկ ունես հիմա գոն է, առած կլես, ենքան եք թալը 8 միլիարդից ոնց էլիմ 2 կոպեկ ձեզի տրամադրած կլեք տրուսիկ առնելու, այ սոված շներ, հիմա, սիրելի բարեկամներ, Եմ հիշում եք մի հատ շատերդ գրեցիք, որ սպիտակ մազերով մի հատ մեկը կա, որ Գերմանիայի ապրում, չեմ ուզում դրա անուն իմանամ։ Հələ սրանց տգետության աստիճանը նայեք։ Խնդրեմ այս տեսա հոլովակը։ Յուղ անունը Կալամատա։ Ասպես լավ օքեյ հունական պետք է լինի։ Բան, ավոկադոյի յուղ։ Ասում բայց Կալամատա, Հունաստանում ավոկադո չի աճում։ Ավոկադոն տրոպիկական բան է։ Դու լավ շուր են տալը։ Մոսկվայի մարզ։ Արտադրանքը, ոչ թե շշալցումը, այլ արտադրանքը։ Ու մոտ հարց առաջանում։ Ասենք այդ ով որ թույլ է տվել, որ դա մտնի Հայաստան։ Գնաս ու ամեն մի չքթած ավոկադոյի պլանտացիան Մոսկվայի մարզում, այն որ չքթածի համար մի հատ չափալախտաս։ Ուղղակի այն որ թույլ է տվել, որ դա Հայաստանը մտնի։ Մենք բոլորս գիտենք, մտեք սուպերմարկետ, տես։ Հիմա ես էակին ուզում եմ պատասխանեմ։ Այ հորդ Չինաստանը, կոմունիստական Չինաստանը կայացավ նրանով, որ ներմուծեց հումք և սկսեց արտադրելը։ Հիմա ինչ անեն մարդիկ հումք չբերեն Հայաստանի արտադրությունը չզարգացնեն, հա? Այսինքն, եթե մենք չունենք բանան, եթե մենք չունենք կակոս, եթե մենք չունենք մանգո, բայց աշխարհում կա դրա հումքը եւ հայ գործարարը կարող է բերի ստեղ այդ հյութերը արտադրի, չանի, պատրաստի հյութ բերի այդ երկրից։ Այս խելքով, սիրելի հայրենակիցներ, սրանք ուզում են կառավարեն երկիրը, սրանք չեն ուզում կառավարեն, սրանք քանդում են երկիրը, քանի որ հզոր տնտեսությունը բերում է անկախության։ Սովետից եք խոսում հիմարներ, պերաշկուց բռնած, սաղ տեխնոլոգիաները հումքերը Միկոյանը բերեց, պաղպաղակը որդից է եկե, պաղպաղակը գնաց Ամերիկա տեսավ, եկավ բերեց ու սովետական միության պաղպաղակը ամենալավն էր աշխարհում։ Աննասունի պես մենակ կերել եք արա։ Սրանց որ տեսնում եմ ներվային համակարգս խանգարում է, սիրելի հայրենակիցներ, իրոք խանգարվում է։ Հիմա մի քիչ լավ նորություն։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ ջհուդները եւ եվրեյ ժողովուրդը դա տարբեր են։ Մարդիկ, ովքեր խորացված գիտեն այդ process-ը, գիտեն, որ ես չեմ ստում։ Երեք Իսրայելի ղեկավարությունը որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյան, ալո, Նիկոլ, Իսրայելը ուզում է եւ կճանաչի Հայաստանի ցեղասպանությունը։ Նիկոլ Փաշինյան, շտաբ կարգով նստում ես ինքնատիրք, այդ քո կուտոկը վեգանում եթում եք եվրեյ ժողովրդին ապացուցում եք, որ ցեղասպանություն չի եղել։ Տեսնենք այս տեսահոլովակը, սիրելի բարեկամներ։
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սարը հայտարարել է, որ կառավարության հաջորդ նիստում ներկայացնելու է հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծը։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը բարոյական եւ պատմական պարտավորություն է։ X-ում գրել է Սարը, շարունակելով. միևնույն ժամանակ տեղին է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում։ Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը կուղարկվի խորհրդարան, տեղեկացրել է արտգործնախարարը։ Տեսակ, իսկ հիմա տեսեք ինչ շոկի մեջ է Էրդոգանը։ Թուրքեր ասեն, այսքան էփեցինք, Նիկոլիս ասեցինք, Նիկոլս ամեն ինչ արեց, Եվրե ժողովուրդը լավ ասեց, առա ձեր բախտից, սպանել եք հայ ազգին, բա, ժողովուրդ ջան, ցեղասպանությունը եղել է, դա մեր պատմությունն է, որից մենք պետք է քաղենք դասեր, ցեղասպանությունը եղել է և մենք դրա մասին հիշում ենք, այսօրվա ցեղասպանությունը, որ Նիկոլ Փաշինյանի խունտան անում է, մենք ևս դա նույնապես քիշենք։ Իսկ սիրելի բարեկամներ, այն մարդիկ, ովքեր երիտասարդությանն է շատ վերաբերվում, քանի որ գիտեք, որ Իոսիֆ Վիսարիոնիչի մահվանից հետո շատ կեղտ լցեցին այդ հզոր մարդու վրա։ Ձեր թույլտվությամբ մի թեթև տեսահոլովակ, թե իրոք ով է եղել Իոսիֆ Վիսարիոնիչ Ստալինը, Եվ սա կոմունիստական պրոպագանդա չէ, ամբողջը հիմնված է պատմական փաստերի վրա։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ При упоминании Сталина у многих возникает ассоциация с репрессиями, диктатурой и чем-то мрачным. Да, это историческая правда, и никуда от этого не деться. Но как было правильным поступать в то время, чтобы поднять страну из руин, знают сейчас очень много диванных экспертов. Но мало кто знает, каким на самом деле был человеком Иосиф Виссарионович Сталин. Для некоторых эти факты о Сталине станут открытием, а люди, увлеченные историей, смогут проверить свои знания. Может, кому-то будет что-то добавить в комментариях. Сталин не просто ввел в образование детей чистописание, он и проверял грамотность военачальников. Он считал, что неграмотный человек мыслит так же хаотично, как и пишет. За неграмотность в докладе он мог заставить полностью переписать его, мог и диктант заставить написать. Сталин требовал от всех высокой образованности, и от вояки, и от простого рабочего. Именно с образования поднималась нация. Сталин любил читать, и читал он очень много, везде и всегда, когда попадалась такая возможность. За день он мог прочесть около 300-500 страниц, и не просто заглотить текст, а отлично его запомнить. Да еще и успевал на полях пометки оставлять. Иногда это был всплеск эмоций, мол, вранье, чушь. Мог в любом разговоре процитировать поэтов, а еще высоко ценил творчество Жюля Верна. Личная библиотека Сталина насчитывала более 20 тысяч книг, от трудов по праву и философии до приключений и романтики. Сталин не был лишен чувств братьям нашим меньшим, он даже лично подкармливал блудных псов. При его руководстве страной сибирские лайки стали считаться отдельной породой. Эта порода считалась ценной для охоты и добычи ценных мехов, а все собаки, которые помогали в войне, получали специальный паёк. После Второй мировой войны королева Нидерландов Вильгельма подарила Сталину спаниеля по кличке Милка. Милка за свою жизнь принесла 22 щенка, а один из ее внучат стал чемпионом. Из его личной охраны и обслуживающего персонала никто не знал, как Сталин относился к кошкам, все боялись, что он их недолюбливал. Поэтому сотрудники Кремля пытались спрятать местного кота, но зря боялись, когда Сталин все же повстречался с Котофеем, он просто с ним поздоровался. Продолжение о... Խաղի կյանքը մեկին ոչինչ, մեկին ամեն ինչ Մի խաղացեք կյանքի հետ ով չդարդակ ոչինչ Մեկին հասավ շեքեղամլոց, մեկին ծերանոց Ոչ խնդացեք, ոչ էլ արեք, դարդուլաց ու կոց Մեկին հասավ շեքեղամլոց, մեկին ծերանոց Ոչ խնդացեք, ոչ էլ արեք, դարդուլաց ու կոց Իգդատ հիղ թե հեծանիվ
կյանքը ունի մեկանիվ թե որ արդար պտտվեր երկն այս գուցե չէ ծնվեր ինքնադիր թե հեծանիվ կյանքը ունի մեկանիվ թե որ արդար պտտվեր գուցե երկն այս չէ ծնվեր Տեսակ սիրելի բարեկամներ, ես ասելու եւ մեկնաբանելու բան չկամ, ես վաղուց եմ համոզված, ես վաղուց եմ ստալինիստ, դա ուղղակի ինֆորմացիայի համար ձեզ։ Սիրելի հայ ազգ, սպասում ենք վերջնական որոշմանը, ընդդիմությանը ընտրված, դրանից հետո ես ձեզ կզեկուցեմ մեր հետագա քայլերի մասին։ Իսկ եթե իրանցից ինչ-որ մեկը մեզ լսում է, մեզ տեսնում է, ուրեմն ուզում եմ ասեմ, պարոնայք, տիկնայք, ընտրված ընդդիմություն։ Մի արեք այդ սխալը, մի դավաճանեք ազգիս, մի խափեք ազգիս։ Ազգս հելի բոլորիդ մի մաղի պես ավելով սրբի կգնա։ Կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Լավ եղիր, սիրելի իմ հայ ազգ։ Հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան։